ակնհայտ է, որ ռուսական թեմի առաջնորդը հայ առաքելական եկեղեցու Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է եւ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի Հանրապետությունում չունենալով երևի այդ աջակիցների քանակը, որ փորձ է անում Ռուսաստանի Դաշնություն երկրի ղեկավարի այցի ժամանակ ցույց տալ, որ Ռուսաստանում ապրող հայերը ինչ որ ընդդիմություն ունեն, ընդդիմադիր հայացքներ ունեն նաեւ իրավական ճանապարհով դատարանի որոշման հետ։ Ես կարծում եմ, որ դրա մասին, դատարանի որոշումների մասին առնվազն կարող են խոսել միայն Հայաստանում ապրող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ թող, այսպես ասած, դրսից մարդ չբերեն մեր դատաիրավական համակարգի վրա, մանավանդ Եզրասի շրջակայքում հայտնված մարդկանց, որտեղ ինչպես Կտրիչ Ներսիսյանն է ուխտադրուր, այնպես էլ իր եղբայրը իրենից ոչնչով չի տարբերվում։ Եվ ես շատ կուզենայի նույն Եզրասը պատերազմի ժամանակ թույլ տար հայ համայնքին իր ձայնը բարձրացնել Ռուսաստանի Դաշնությունում, շատ այլ հարցերի շուրջ, որոնք որ կարող էին հայ համայնքին ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել այդ հարցերի շուրջ իրենց ձայնը բարձրացնեն, այլ ոչ թե սեփական պետության ղեկավարի դեմ ցույց կազմակերպել։